Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած նայում եմ այդ անցուդարձը քաղաքական, ինչ որ մեկը ասում է, եթե էշի պես զղաս, այն մյուսը ասում է, դե դու էշի պես զղա, այն մյուսը ասում է, սրանք թույլ են, էսի ձեռքով ուժեղա, բայց թույլ է, էսի թույլերի պապան է եւ այլն եւ այլն։ Գիտես, քաղաքական գործիչներին է վերաբերվում խոսքս իրականում ուղիղ բոլորին է վերաբերվում, անգամ դաժե Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում։ Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ու հակադարձ նաեւ դուք եք իրան վիրավորում, ինչ տարբերություն։ Չէ՞ որ նույնն է դուք եք անում։ Ոնց կարա ասեք ինքը վատն է, եթե դուք նույն ձև իրապես վիրավորում եք այդ մարդուն։ Գիտեք խնդիրը որն է, եթե ձեզ 40%-ն անդրում ժողովրդի, չի նշանակում են 60%-ի մասին պետք է հոգ չտանենք։ Գիտեք ինչա կատարվում ընկերներ, իրականում ասենք օրինակ եմ ասում 7 կուսակցություն է, 7-ը իրար մեջ բաժանվել եք, ու իրականում ամեն մեկը մյուսի սխալից օգտվելով մատնացույց անում ու փորձում է դիմացինին ցածրացնել, մտածելով որ իրականում տղս կբարձրանանք։ Բայց չեմ հասկանում, որտեղից է գալիս իրականում ձեր ճշմարտության հիմքը, չէ՞ որ ճշմարտության հիմքը միակ քրիստոնեությունն է ու Աստվածաշունչն է։ Եթե իրապես չարին չարով ես պատասխանում, որ Քրիստոսն ասում է մի արա էլ տենց, էլ ինչ քրիստոնյա ընկերներ։ Ոնց կարաք ասեք, կարան կառուցենք ուժեղ պետություն, եթե այն 10%-ին, որ ձեզ չի ընտրում, կարաք ամբողջ հոգով ու սրտով ատեք ու իրականում վիրավորեք մարդուն, չհաշվելով այն փաստը, որ Աստված նրան էլ է ստեղծել։ Աստծո նմանությունով ու պատկերով ընկերներ։ Ուզում եմ հասկանամ ինչ Աստվածաշունչ եք դուք կարդում ընկերներ։ Կամ միթե ձեր ծնողները ձեզ սովորացրել են իրականում չարին չարով պատասխանի, չգիտեմ, եթե քեզ հայոյում է, իրականում հայոյի, այդ նշանակում է եթե ձեր ծնողները ձեզ այտենց են սովորացրել, իրապես չար են։ Որովհետև գիտես, Աստվածաշունչը տես չի սովորացնում։ Երբ որ իմ երեխեքին մակապարտեզում իրականում խփում են եւ այլն, ես միշտ ասում եմ, ոչինչ, կարող է ծնողներից է եկի, ասում եմ, կարող է ինքն էլ իր մաման, իր պապային ծեծում է կամ չգիտեմ, քֆուր է տալիս, ասում եմ դրանից ելնելով, իմ երեխեքին փորձում եմ տանեմ նրան, որ բացատրեն, որ սովորացնեն, որ չգիտեմ, այն ամենածայրահեղ կետում նոր իրանք իրանց պաշտպանեն, բայց ոչ թե վիրավորեն, ոչ թե ինչ-որ իրականում, որ քարը տալիս է գլխի, դու էլ քարը վեգալ տու իր գլխին, քեզ խփում է դու տենց արա։ Ընկերներ, ձեր հիմքը որտեղից է բխում։ Միթե Աստվածաշունչ չեք կարդում ընկերներ, կամ եթե ուզում եք դառնալ քաղաքական գործիչ, քաղաքական գործիչներ իրականում Աստծուց են նշանակվում, ժողովրդից չեն, Աստծուց են նշանակում, այլ ժողովրդի դեմքն են իրականում, եթե ժողովուրդը չար է, քաղաքական գործիչն էլ է չար, եթե ժողովուրդը բարի է, քաղաքական գործիչն էլ է բարի, որ դեպի օրդության տանի տվյալ երկրին, Աստվածաշնչում այդ փաստերը շատ կա գրած ընկերներ, մի քանի տեղ կա տարբեր տեղեր, հինում, նորում, չգիտեմ, բոլորը դրա մասին խոսում են, կարդացեք ընկերներ, Աստվածաշունչ կարդացեք, ու գիտեք մի հատ հետաքրքիր ֆիլմ կա, կոչվում է Invictus, Նիպակարյոննի ոնց որ, բոլոր քաղաքական գործիչներին ասում եմ, դրեք այդ կինոն նայեք, իրականում Նելսոն Մանդելայի մասին է, որ 27 տարի մարդը դատապարտված լինելով սպիտակների կողմից, որ հալածվելով սպիտակների կողմից դուրս է գալիս ու ընտրվում է նախագահ, ու թե այդ ինչ սեր է ցուցաբերում այդ մարդկանց նկատմամբ, որ իրականում իրանց ցավացրել, իրան նեղացրել, իրաններին սպանել են ու իրանը 27 տարի դատապարտել են, ու այդ սերը ստիպում է ամբողջ ազգին որ փոխվեն, ամբողջ ազգին, ինչ որ 10%, ինչ է 20%, ինչ է, դրեք այդ ֆիլմը նայեք, իրականում իրական փաստերի վրա նկարած կինո է, դաժե իրանց այդ ռեգբիի թիմը, որ աշխարհում ամենակրվող թիմն է, սիրո պատճառով աշխարհի առաջնությունը հաղթում են ընկերներ, որովհետև միասնություն կարած բերեց միակ սերով, միակ ճշմարիտ սերով, հանդուրժելով, երբ որ քեզ քրվում են, դες մի անգամից դու էլ չքրվես, այդած դանակը վերցնես, սպանես եւ այլն, այլ փորձես համբերատար լինես, երկարամիտ լինես, ոնց ասեմ, բարկանում են, բոլորն էլ բարկանում են, բայց այդ էմոցիաների տակ չարժի ինչ որ իրանց պատասխանել, իրանց վիրավորել, որովհետև չեք տարբերվում ընկերներ, եթե իրանք չար են, ուրեմն դուք էլ եք չար։ Ուղիղ ձեզ ասում եմ, այ բայց եթե կուլ տակ, եթե իրապես ձեր դրդապատճառը սերը լինի, այս ազգը մի 5 կամ 10 տարի հետո ամենաշքեղ պետություններից մեկը կլինի, Սինգապուրից էլ հզոր պետություն կլինի։ Ուղիղ ձեզ ասում եմ, բայց եթե 5-ը լինի սերը, որովհետև շատ ժամանակ ասում եք, դե մենք քրիստոնյաներ ենք, ավանդական քրիստոնյաներ, մեզ քրվում են, մենք քրվում ենք, մեզ սպանում են, մենք սպանում ենք։ Բայց դա քրիստոնեություն չի ընկերներ, չգիտեմ այդ որտեղից է գալիս այդ աղբյուրը, երևի ավանդույթներ է դաղած, բայց եթե ավանդույթը հակասում է Աստվածաշնչին, պետք է այդ ավանդույթը քոքից կդրել, որովհետև ճշմարտությունը մեկն է ու չի բեկանվում ընկերներ։ Չի կարա մեկը հելնի Աստվածաշնչին դեմ խոսա։ Իրականում հոգևորականներն էլ եմ պայքարում, տեսել եմ, պայքարում էին իշխանությունների դեմ, բայց ձեր գործը սեր ցույց տալն է։ Ոչ թե իրականում պայքարելը, վիրավորելը, նվաստացնելը, նեղելը, գցելը։ Հա, կարաս ինչ որ մեկին վերցնես, ասես մեջը դևկա սկսես, ասենք ինչ ասես, բայց միտեն դա քեզ թույլատրված է դա։ Առաջի գործը որ քեզ Աստված ասում է գնա դևը մեջից հանի։ Ու իրապես սիրի այդ մարդուն ինչ որ քեզ պետք է սիրես։ Ընկերներ, սրանով է ուզում կիսվել, քաղաքական գործիչներին է բոլորին է վերաբերվում ընկերներ։ Եթե սեր չունենաք, իրական Աստվածաշնչում գրած է, եթե սեր չունենաք, հանդուրժողականություն, համբերություն, չգիտեմ, երկայնամտություն, ձայն հանող երկաթեք ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Դրա համար գնացեք Աստվածաշունչը շատ կարդացեք, Աստծո հետ ընկերություն արեք, ոչ թե մարդկանց։ Դա շատ ավելի պատվաբեր է,
ամեն դեպքում Աստված ծածուկը տենալով հայտնապես փառավորում է, բայց մարդիկ ձևական են փառավորում։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։